Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև հետայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Ինչպես գիտեք, սիրելի ունկնդիրներ, ես ձեզ տեղյակ եմ, որ իմ տելեգրամյան ալիքում ունեմ վճարովի էջ, որտեղ դուք կարող եք գրանցվեք շատ սիմվոլիկ փոքր գումարով, ամսական ընդամենը $5 եւ այդ ալիքում դուք կունենաք ձեզ համար յուրահատուկ կանխատեսումներ, յուրահատուկ մեկնաբանություններ, ձեզ համար այնտեղ կլինեն իմ ծիսակարգերը, իմ մակրման գործողությունները, պաշտպանության ծիսակարգերը, կլինեն յուրահատուկ անհատական կանխատեսումներ, այդ ալիքում կլինեն նաև յուրահատուկ ուղիղ ետերներ, որտեղ որ ես կպատասխանեմ այն մարդկանց հարցերին, ովքեր որ ինքնըստինքյան գրանցված են իմ այդ տելեգրամյան ալիքում։ Սիրելիներս, իմ տելեգրամյան ալիքի հղումը կա տիկտոկյան ալիքների վերևում, յութուբյան ալիքների, ֆեյսբուքյան ալիքների վերևում, հղումը կա, ովքեր որ ցանկանում են գրանցվել այդ ալիքներին, դուք կարող եք այդ հղումի միջոցով գրանցվեք։ Սիրելիներս, այդ տելեգրամյան ալիքում իրոք լինելու է յուրահատուկ ինֆորմացիա, յուրահատուկ ծիսակարգեր, որոնք որ ես իմ կողմից նվիրելու եմ իմ ունկնդիրներին, ովքեր որ գրանցվելու են իմ այդ ալիքին։ Այժմ սիրելիներս կատարելու եմ կանխատեսում 2025 թվականի նոյեմբեր ամսին կենտրոնակերպի յուրաքանչյուր նշանի համար։ Ինչպես գիտեք, ես ամսական կանխատեսումները կատարում եմ տարոքարտերով, լուսնային փուլերի կանխատեսումները կատարում եմ իմ ինտուիցիայի շնորհիվ, իսկ ամսական կանխատեսումները կատարում եմ տարոքարտերով։ Պետք է նայեմ մարդու անձնական ոլորտը, ֆինանսական ոլորտը, առողջական ոլորտը, նաև կկատարվի այդ ամսում այդ մարդու երազանքները, նպատակները, թե ոչ։ Ինչ է սպասում 2025 թվականի նոյեմբեր ամսին խոյ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը, սիրելի խոյեր, ձեր անձնական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Սիրելի խոյեր, ձեր անձնական ոլորտում կարող է լինել խնդիրներ, բայց այդ խնդիրները այդքան անձնական ոլորտի հետ չեն կապված, որքան ֆինանսական ոլորտի հետ են կապված։ Հնարավոր է ձեր ֆինանսական ոլորտում լինեն դժվարություններ, խնդիրներ, պրոբլեմներ, որոնք առաջացնեն նաև այդ ֆինանսական խնդիրները արձագանքեն նաև ձեր անձնական ոլորտի վրա։ Հատկապես սա վերաբերվում է անխոյերին, ովքեր որ ամուսնացած են։ Նաև սիրելի խոյեր, անխոյերն ովքեր որ ամուսնացած չեն, ընտանիք չունեն, ցույց է տալիս, որ 2025 թվականի նոյեմբեր ամիսը ֆինանսական այնպիսի խնդիրների, պրոբլեմների առաջ կարող եք կանգնել, որ այդ ժամանակահատվածում այդքան էլ հնարավորություն չունենաք ձեր անձնական ոլորտի վրա ուշադրություն դարձնեք։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոյերի ֆինանսական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Այո, սիրելի խոյեր, կան խնդիրներ ձեր ֆինանսական ոլորտում։ Նույնիսկ դուք աշխատանքի հետ կապված խնդիրներ, պրոբլեմներ ունենաք, հնարավոր է բանկային համակարգ
ուշադիր եղեք, սիրելի խոհեր, հնարավոր է բանկային համակարգի հետ ինչ-որ խնդիրներ, պրոբլեմներ ունենաք, եթե դուք ինչ-որ գործարքներ եք կատարում, 10 անգամ չափեք, նոր այդ գործարքները կատարեք, որովհետև հնարավոր է նոյեմբեր ամսի լինի դժվարություններ, լինի խնդիրներ, հնարավոր է այդ գործարքների ժամանակ տարօրինակ խնդիրներ լինի, պրոբլեմներ լինի, որ դուք հիմնականում հնարավոր է առաջնագային փաստաթղթերի մեջ այդ խնդիրների պրոբլեմները չտեսնեք, բայց հետագայում հնարավոր է այդ խնդիրները, պրոբլեմները գլուխ բարձրացնեն։ Ուշադիր եղեք, եթե փաստաթղթեր եք ստորագրում, եթե ինչ-որ մեկի հետ համագործակցում եք, որովհետև ցույց է տալիս, որ նոյեմբեր ամիսը բերելու է ձեզ համար ֆինանսական պրոբլեմներ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոհերի առողջական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Սիրելի խոհեր, ձեր առողջական ոլորտում խնդիրներ չկա, պրոբլեմներ չկա, ցույց է տալիս, եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա, դուք կկարողանաք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս գաք։ Հնարավոր է այն խոհերը, ովքեր երկար ժամանակ մայրանալու հետ կապված, երեխա ունենալու հետ կապված խնդիրներ ունեին, հնարավոր է լինի երեխայի ծնունդ, հնարավոր է լինի բեղմնավորում։ Գիտեք ինչ, սիրելի խոհեր, ձեր առողջական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին, եթե նույնիսկ դուք ուժեղ պրոբլեմներ ունեք, դուք կարողանալու եք այդ պրոբլեմն հաղթանակով դուրս գալ։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի խոհեր, 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Այո, սիրելի խոհեր, կկատարվի ձեր երազանքը, հատկապես Աստված ցույց է տալիս անձնական ոլորտում։ Հնարավոր է, եթե խնդիրներ կար ընտանիքի մեջ, պրոբլեմներ կար, տարաձայնություններ կար, հնարավոր է դու ձեր կեսի, ձեր հարազատի, ձեր կյանքի ընկերոջ հետ կարողանաք հաշտության եզրեր գտնել։ Նաև հնարավոր է այն խոհերը, ովքեր որ երկար ժամանակ չէին կարողանում իրենց անձնական հարաբերությունը կարգավորել, ցույց է տալիս, որ 2025 թվականի նոյեմբեր ամսին դուք կունենաք հնարավորություն, ձեր կյանքի մեջ կմտնի այնպիսի անձնավորություն, որի հետ դուք հետագայում կկարողանաք ձեր անձնական կյանքը դասավորել, համատեղ կյանք կամ ամուսնություն կլինի։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի նոյեմբեր ամսին ցույց համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է սպասում մեր սիրելի ցուլերի անձնական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Սիրելի ցուլեր, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս, որ կա խնդիրներ, կա դժվարություններ, նույնիսկ հնարավոր է վախեր կան, որ դուք չեք կարողանում այդ խնդիրն ու այդ դժվարությունը հաղթահարել։ Սիրելի ցուլեր, հատկապես այն ցուլերը, ովքեր որ ընտանիք ունեն, ովքեր որ անձնական հարաբերություններ ունեն, ովքեր որ ապրում են համատեղ կյանք են վարում, հնարավոր է խնդիրներ առաջ կա։ Նույնիսկ հնարավոր է այնպիսի իրավիճակ, որ ձեր ընտանիքի անդամները, ամուսինը մի վայրում է, կինը ուրիշ վայրում է, դուք ցանկանում եք նորից միանալ, Աստված ցույց է տալիս, որ նոյեմբեր ամսին ձեր այդ մտադրությունը չի կատարվի, ձեր այդ միացումը տարօրինակ ձևով կհետաձգվի։ Նաև սիրելի ցուլեր, ցույց է տալիս, որ այն ցուլերը, ովքեր որ ամուսնացած չեն, դեռ հարաբերությունների մեջ են, հնարավոր է, որ նոյեմբեր ամսին տարօրինակ իրավիճակ լինի, դուք հասկանաք, որ այդ հարաբերությունը ձեզ համար այնքան էլ ցանկալի չէ, տվյալ մարդու, որի վրա որ դուք նախասիրություն ունեք, այդ անձնավորությունը իրեն ցույց տա այնպիսի տեսանկյունով, որ դուք հասկանաք, որ եւ այդ կինը կամ այդ տղամարդը ինքը ձեզ համար չի հետագա հարաբերությունների համար։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցուլերի
ֆինանսական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Սիրելի ցուլեր, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս հնարավորություն, հնարավոր է լինի դասընթացներ, հնարավոր է ովքեր որ պաշտոն ունեն, լինի պաշտոնի բարձրացում, ովքեր որ աշխատանքի հետ կապված խնդիրներ ունեն, աշխատավարձի հետ կապված խնդիրներ ունեն, հնարավոր է աշխատավարձի բարձրացում, այն ցուլերը ովքեր որ աշխատանք չունեն, երկար սպասում են, ձեզ հրավիրելու են աշխատանքի եւ շատ լավ աշխատանք է լինելու սիրելի ցուլեր։ Նաև այնպիսի իրավիճակ է ցույց տալիս, հնարավոր է որ դուք այնպիսի հնարավորություն ունենաք, ոչ թե դուք ուրիշի ձեռքի տակ աշխատեք, այլ դուք հնարավորություն ունենաք ձեր սեփական գործունեությամբ եւ սեփական բիզնեսով զբաղվելու, հնարավոր է լինի ժառանգություն, այն ցուլերը, ովքեր որ երկար ժամանակ ինչ-որ դատական քաշքշուկների մեջ են, ֆինանսական դռների հետ կապված, բանկային համակարգի հետ կապված, ժառանգության հետ կապված, դուք հնարավորություն կունենաք այդ քաշքշուկից դուրս գալ հաղթանակով։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցուլերի առողջական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Սիրելի ցուլեր, ձեր առողջական ոլորտում չի լինելու խնդիր, չի լինելու պրոբլեմ, եթե նույնիսկ կա խնդիր, նույնիսկ կա պրոբլեմ, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Հնարավոր է սիրելի ցուլեր, դուք նույնիսկ բուժ հիմնարկությունը այցելեք ձեր կամքով, ձեր իմիջը փոխելու, հնարավոր է ինչ-որ փոքր վիրահատական միջոցներ, հնարավոր է բուժական մերսումներ, բուժական ֆիզկուլտուրայի մասնակցել, ֆիթնես ակումբներ մասնակցել, բայց վտանգավոր իրավիճակներ չկա, սիրելի ցուլեր։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի ցուլեր, 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Այո, սիրելի ցուլեր, ձեր երազանքը կկատարվի։ Դա եւ հնարավոր է անձնական ոլորտում, դա հնարավոր է ֆինանսական ոլորտում։ Ցույց է տալիս, որ ճակատագիրը ձեր թեմ հնարավորություններ է բացվում, այնպիսի ուժեղ, ուրախ չսպասված անակնկալներ է մտնելու ձեր կյանքի մեջ, սիրելի ցուլեր, որ նույնիսկ դուք եք զարմանալու։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի նոյեմբեր ամսին եղբորակ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է սպասվում, սիրելի եղբորակներ, ինչ է սպասվում ձեր ֆինանսական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Սիրելի եղբորակներ, ցույց է տալիս, որ ձեր ֆինանսական ոլորտում հնարավոր է խնդիրներ, հնարավոր է ինչ որ ցանկանում եք բանկերից ինչ-որ ֆինանսական դիվիդենտներ ստանալ, հնարավոր է, որ նոյեմբեր ամսին դա չլինի, հնարավոր է երկար սպասված ցանկանում եք, որ այդ աշխատանքը կլինի, սիրելի եղբորակներ, ինչ-որ ծրագրեր, նպատակներ ունեք, բայց այստեղ ցույց է տալիս, որ հնարավոր է նոյեմբեր ամսին ինչ-որ ձևով այդ ծրագրերը որոշակի ձևով հետաձգվեն, երկարացվի այդ ծրագրի իրականացման ժամկետը։ Սիրելի եղբորակներ, ուշադիր եղեք, խոշոր ֆինանսական գործարքների, գործողությունների մեջ չմտնեք, որովհետև ցույց է տալիս, որ հնարավոր է լինի խաբեություն, հնարավոր է լինի ֆինանսների կորուստ։ Նաև այսպիսի իրավիճակ է ցույց տալիս, խորհուրդ եմ տալիս գործարքների կատարելու ժամանակ շատ ուշադիր եղեք։ Նաև գիտեք ինչ, սիրելի եղբորակներ, այստեղ ցույց է տալիս, որ հնարավոր է այնպիսի իրավիճակ լինի, որ նույնիսկ այն աշխատանքից, որ դուք երկար ժամանակ կախված եք այդ աշխատանքից, այդ աշխատանք
կից դուք զրկվեք, բայց մի քվախեցեք, դա էլ ասեմ սիրելի եղբայրներ, մեծ ձեզ թվում է, թե որ այդ աշխատանքից զրկվեք ձեր դեմ հնարավորություն չի բացվելու, ընդհակառակը, այդ աշխատանքից զրկվելը ձեր դեմ բացելու է հնարավորություններ, ճանապարհներ, որ դուք ավելի լավ աշխատանք ունենաք, ավելի լավ արձադրություն ունենաք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի եղբայրների անձնական ոլորտում եւ դասել։ Այսինքն որ նոր իշտեղը գտել է կյանքում, որ նոր ունի սեփական գործունեությունը, իր սեփական բիզնեսը եւ հնարավոր է որ ձեր հարաբերությունները լրիվ ուրիշ շունով գնա եւ ձեր անձնական ու ֆինանսականը մեծ բարձունքների եւ հաղթանակների հասնի։ Գիտեք ինչ նաեւ սիրելի եղբայրներ, հնարավոր է որ ձեր մոտ անձնական հարաբերություններ լինի այնպիսի մարդկանց մեջ, ովքեր որ իրար հետ են աշխատում, գործընկերական հարաբերությունը հնարավոր է դառնա անձնական հարաբերություն։ Նաեւ սիրելի եղբայրներ, ձեր անձնական ոլորտում այնպիսի յուրահատուկ իրավիճակ է մտնելու, որ եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն եւ ֆինանսական ոլորտում հնարավոր է ամուսնություն մեծահարուստ մարդկանց երեխաների միջև ովքեր որ իրենց սեփական բիզնես ունեն, իրենց միացյալ բիզնես ունեն եւ իրենց երեխաներին ամուսնացնելով միացնում են նաեւ իրենց բիզնեսը։ Գիտեք ինչ սիրելի եղբայրներ, ցույց է տալիս, որ ձեր եւ անձնական եւ ֆինանսական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամիսը յուրահատուկ հաջողության, առաջխաղացման հնարավորությունների ժամանակահատված է։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի եղբայրների առողջական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամիսը։ Չկա առողջական խնդիր, եթե նույնիսկ առողջական խնդիր կա նաև ապակինում, կա նաև լավացում, լինելու է երեխայի ծնունդ։ Գիտեք ինչ, սիրելի եղբայրներ, նույնիսկ եթե դուք ունեք ուժեղ խնդիր, պրոբլեմ, հնարավոր է որ ձեր դեմ բացվի հնարավորություն, որ դուք բուժումը ստանաք ոչ թե այդ տարածքում, որտեղ որ ապրում եք, այլ հնարավորություն լինի բուժումը ստանալ ձեր երկրից դուրս, այդ տարածքից դուրս, որտեղ որ բուժումը լինելու է իօգուտ ձեզ, բուժումը լինելու է արդյունավետ։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի եղբայրներ 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Այո, սիրելի եղբայրներ, ձեր երազանքները ձեր կյանքի բոլոր ոլորտներում եւ անձնական, եւ գործնական, եւ ֆինանսական 2025 թվականի նոյեմբեր ամսին կատարվելու են։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի նոյեմբեր ամսին Խեսկետին համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի խեցկերիներին։ Ինչ է սպասում 2025 թվականի նոյեմբեր ամսի խեսկերիների ֆինանսական ոլորտում։ Սիրելի խեսկերիներ, հնարավոր է դժվարություններ լինի, հնարավոր է պրոբլեմներ լինի, եւ աշխատանքի հետ կապված, եւ աշխատավայրի հետ կապված, եւ աշխատավարձի հետ կապված, բանկային համակարգի հետ կապված, հնարավոր է ինչ-որ բանկային գործարքներ կար, բայց այդ նոյեմբեր ամսին այդ բանկային գործարքները կհետաձգվեն, բայց իմացեք, սիրելի խեսկերիներ, հետաձգվելը չի նշանակում, որ չի կատարվելու, ուղղակի ցույց է տալիս որոշակի ժամանակահատված, ուշադիր եղեք, խելացի եղեք, սխալ որոշումներ մի կայացրեք, առաջ գնացեք, մեկ թևաթափվեք եւ ձեր դեմ կբացվի հնարավորությունները։ Ուղղակի դա կլինի ոչ թե նոյեմբերին, կարող է լինի դեկտեմբերին, սիրելի խեսկերիներ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խեսկերիների անձնական ոլորտում 2025 թվականի
նոյեմբեր ամսին սիրելի խեցգետիներ ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս սեր, ցույց է տալիս ընտանիք, ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս հարաբերություն, ցույց է տալիս ջերմություն։ Եթե դուք նույնիսկ լավ ընտանիքի մեջ եք, ուրախ ու երջանիկ եք, ցույց է տալիս, որ նոյեմբեր ամսին սիրելի խեցգետիներ ձեր այդ երջանկությունը բազմապատկվելու եւ հազարապատկվելու է։ Այն խեցգետիները, ովքեր որ ամուսնացած չեն, սիրելի խեցգետիներ, ձեր կյանքի մեջ մտնելու է ձեր կեսը, որի հետ որ դուք ունենալու եք երջանիկ ամուսնություն, որի հետ դուք ունենալու եք համատեղ կյանք։ Այն խեցգետիները, ովքեր որ երկար ժամանակ չեն կարողանում գտնել իրենց հարմար անձնավորություն, նոյեմբեր ամիսը ձեզ համար լինելու է հաղթանակների երջանիկ նպատակներին հասնելու ժամանակահատված։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խեցգետիների առողջական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամիսը։ Սիրելի խեցգետիներ, առողջացում, լավացում, եթե նույնիսկ խնդիրներ կա, դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս, ապաքինվում եք։ Խնդիրներ եթե լինի, նույնիսկ սիրելի խեցգետիներ, դուք տանելու եք տավոդի վրա, նույնիսկ չեք դնելու բուժ հիմնարկություններին, կլինի 100% երեխայի ծնունդ, կլինի երկար սպասված երեխայի ծնունդ, երկար սպասված բեղմնավորման ձայն կլսեք, սիրելի խեցգետիներ։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի խեցգետիներ, 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Այո, ձեր երազանքը կկատարվի եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում։ Նույնիսկ գիտեք ինչ հնարավոր է այնպիսի իրավիճակ, որ դուք եք չեք սպասել, որ հնարավոր է նման ուրախություն լինի, նման ձևով ձեր երազանքները կատարվեն։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի նոյեմբեր ամսին այրուց համաստեղության տակ ծնված մարդկանց։ Սիրելի այրուզներ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, հնարավոր է, եթե դուք երկար սպասված աշխատում եք, աշխատավարձի բարձրացում, պաշտոնի բարձրացում, բանկային համակարգի մեջ ինչ-որ ցկցկվող իրավիճակներ էր, հնարավոր է, որ այդ գումարները դուք կարողանաք ստանալ, որ կարողանաք ձեր գործողությունների, ձեր բիզնեսի մեջ ներդրումներ անեք։ Գիտեք ինչ, սիրելի այրուզներ, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս տարօրինակ հաջողություն, ոչ թե դանդաղ եկող ինչ-որ սպասված, կանխատեսված հաջողություն, այլ ընդհակառակը, ինչ-որ դուք չեք կանխատեսել, ինչ-որ դուք չեք նախապատրաստել։ Հնարավոր է, որ այն այրուզները, ովքեր որ իրենց սեփական մտքերն ունեն, իրենց սեփական իդեալներն ունեն, իրենց սեփական ծրագրերն ունեն, հնարավոր է նոյեմբեր ամսին այնպիսի ֆինանսական հոսքեր լինի ձեր սեփական այդ մտքերը իրագործելու, որ դուք զարմանալու եք, եւ ձեր այդ մտքերը, այդ ծրագրերը իրականանալու են։ Հնարավոր է դուք հնարավորություն ունենաք ձեր սեփական գործունեությամբ զբաղվեք, ձեր սեփական բիզնես գործունեությամբ զբաղվեք, որին դուք շատ երկար մտածել եւ փափագել եք։ Այժմ տեսնենք ինչ է սպասում մեր սիրելի այրուզների անձնական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Սիրելի այրուզներ, ձեր անձնական ոլորտում հաջողություններ, ուրախություններ, անձնական երջանկություն, անակնկալներ, ոնց որ երկնքից ձեր վրա երկնային մանանա է թափվում։ Նույնիսկ այն այրուզները, ովքեր որ ընտանիքի մեջ են, ովքեր որ ինչ-որ խնդիրներ, խնդիրներ ունեն, 2025 թվականի նոյեմբեր ամիսը դուք այդ խնդրից, խնդրից ձերբազատվում եք եւ ձեր անձնական կյանքի մեջ մտնում է երջանկություն, մտնում է երազանքները կատարվում են։ Այն այրուզները, ովքեր որ ամուսնացած չեն, ովքեր որ երկար ժամանակ
Սպասում են իրենց կեսին կախարդական ձևով 2025 թվականի նոյեմբեր ամիսը ձեր կյանքի մեջ կմտնի այն մարդը, որի հետ դուք հետագայում կամուսնանաք, որի հետ դուք հետագայում կունենաք համատեղ կյանք։ Սիրելի այրուզներ, ընդհանրապես ցույց է տալիս նոյեմբեր ամիսը ձեզ համար հաջողության ժամանակահատված։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այրուզների առողջական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամիսը։ Չկա առողջական խնդիրներ, կա աբաքինում, կա լավացում, կա նույնիսկ եթե առողջական խնդիր ունեք, դուք դուրս եք գալիս այդ առողջական խնդրից։ Եթե դուք խնդիրներ ունեք երեխա ունենալու հետ կապված, բեռնավորման հետ կապված, դրանք վերանում են, հնարավոր է, չգիտեմ, դա էգոյով է լինելու, հնարավոր է դա բնական ճանապարհով է լինելու, բայց դա 100% լինելու է առողջացում, լավացում, աբաքինում։ Գիտեք, ինձ սիրելի այրուզներ, նոյեմբեր ամիսը ձեզ համար յուրահատուկ հաջողության ժամանակահատված է։ Ինչ ցանկանաք, դա հասնելու եք, ինչ երազեք, դա հասնելու եք։ Ձեր ուղեղը, ձեր մտքերը ուղղորդեք միայն լավին եւ դուք կտեսնեք, թե ձեր դեմ ինչպիսի հնարավորություններ է բացվելու։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի այրուզներ, 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Այո, սիրելի այրուզներ, որը ինչ երազանք նպատակ ունեք, աստվածային ուժի կամքով, աստվածային ձեռով ձեր երազանքները եւ նպատակները կատարվելու են։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի նոյեմբեր ամսին կույս համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի ֆինանսական ոլորտում։ Սիրելի կույսեր, հաջողություն, երջանկություն, հնարավորություններ, նոր ձեռքբերումներ, նոր մարդիկ, նոր համագործակցություն, աշխատանք, որը ձեզ համար հատուկ նախատեսված է, հնարավոր է ձեր սեփական խոբին, ձեր սեփական նախասիրությունը ձեզ համար դառնա աշխատանքի ոլորտ։ Գիտեք, ինձ սիրելի կույսեր, նոյեմբեր ամիսը ձեզ համար լավ ժամանակահատված է, ոնց որ ֆինանսական ապահովագրություն ստանաք, գիտեք ինչ, ոնց որ եթե խնդիրներ կար, դուք անընդհատ վախենում եք ֆինանսական քչությունից, չէր բավականացնում, չէր հերիքում, նոյեմբեր ամիսը լինելու է, որ ոնց որ ֆինանսական ապահովագրություն ունենաք, դա կարող է ձեր աշխատավարձը լինի, դա կարող է ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը լինի, բայց դուք այդ ապահովագրությունը ստանալու եք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի անձնական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Սիրելի կույսեր, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն։ Այլ կույսեր, ովքեր որ ամուսնացած են, եթե նույնիսկ կա խնդիրներ, պրոբլեմներ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք։ Սիրելի կույսեր, հնարավոր է ձեր երեխայի ամուսնություն լինի, հնարավոր է ձեր երեխան ինչ-որ փաստաթուղթ ստանա կամ ինչ-որ բարձրագույն հաստատություն մտնի, հնարավոր է դիպլոմ ստանա, հնարավոր է դուք դառնաք տատիկ, դուք դառնաք պապիկ, սիրելի կույսեր, նաև հնարավոր է, որ այն կույսերը, ովքեր որ ամուսնացած չեն, դուք նաև լինի ամուսնություն։ Գիտեք ինչ, սիրելի կույսեր, 2025 թվականի նոյեմբեր ամիսը ձեզ համար հաջողության ժամանակահատված է, սիրո, միության, ֆինանսական հաջողության ժամանակահատված է։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի առողջական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամիսը։ Հաջողության ժամանակահատված, սիրելի կույսեր, լավացում, աբաքինում, եթե նույնիսկ գնում եք բուժ հիմնարկություն, ուղղակի գնում եք ձեր կամքով, հնարավոր է ինչ-որ փոփոխություն կատարեք, հնարավոր է բուժական մերսման, հնարավոր է
Փոքր վիրահատություններ ծերի միջը փոխելու հետ կապված դրանք էլ բոլորը անցնում են շատ լավ ձևով առանց որևէ խնդիրների եւ խնդիրների առողջացում, ապակինում երեխայի ծնունդ է ցույց տալիս սիրելի կույսեր։ Ինչպիսի իրավիճակ է կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի կույսեր, 2025 թվականի նոյեմբեր ամսին, այո, ձեր երազանքները եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում կատարվելու են։ Դա ոչ թե փոքր երազանքներ է, սիրելի կույսեր, շատ մեծ երազանքներ եւ նպատակներ են կատարվելու։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի նոյեմբեր ամսին կշեռքամասնողության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի կշեռքների անձնական ոլորտում։ Սիրելի կշեռքներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ովքեր որ ամուսնացած չեն, ցույց է տալիս, որ լինելու է ամուսնություն, ամուսնության առաջարկություն, պսակադրություն, նշանադրեք, գիտեք ինչ, սիրելի կշեռքներ, այն կշեռքներն էլ ովքեր որ ամուսնացած են, եթե նույնիսկ ձեր տան մեջ կա խնդիր, պրոբլեմ, այդ խնդիրը, այդ պրոբլեմը Աստծու կամքով, Աստծու ձեռով վերանում է։ Սիրելի կշեռքներ, հնարավոր է, գիտեք ինչ, ձեր անձնական ոլորտում այնպիսի երջանկություն լինի, որ դուք նույնիսկ չեք էլ սպասում։ Հնարավոր է, եթե դուք ամուսնացած եք, ձեր երեխայի լինի ամուսնություն, հնարավոր է դառնաք դուք ծնող, դառնաք դուք տատիկ, պապիկ, մեծ երջանկություն է ցույց տալիս, սիրելի կշեռքներ, ձեր կյանքի մեջ 2025 թվականի նոյեմբեր ամսին երազանքներ, գիտեք ինչ, մեծ երազանքներ, սիրելի կշեռքներ, մեծ նպատակներ, ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կշեռքների ֆինանսական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Գիտեք ինչ, սիրելի կշեռքներ, ձեր ֆինանսական ոլորտում նույնպես մեծ հաղթանակներ է, մեծ հնարավորություններ է։ Եթե դուք նույնիսկ խնդիրներ ունեք պետական բանկային համակարգի հետ, իրավական համակարգի հետ, ցույց է տալիս, որ դուք այդ իրավիճակից դուրս եք գալիս հաղթանակով։ Եթե նույնիսկ մեծ պարտքեր ունեք, մեծ խնդիրներ ունեք, դուք այդ խնդիրներից ձերբազատվում եք։ Սիրելի կշեռքներ, հնարավոր է հնարավորություն լինի սեփական գործունեությամբ զբաղվելու, նաև հնարավոր է այն կշեռքները, ովքեր որ աշխատում են, ձեր մոտ լինի պաշտոնի բարձրացում։ Գիտեք, ոչ թե դա սովորական պաշտոնի բարձրացում է թեթև, այլ հնարավոր է, որ ձեզ տան տվյալ հիմնարկության ղեկավարությունը, տվյալ բրիգադի ղեկավարությունը, տվյալ կազմակերպության ղեկավարությունը, նաև այսպիսի իրավիճակ, սիրելի կշեռքներ, հնարավոր է, դուք հնարավորություն ունենաք համագործակցելու այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք ոչ թե ձեր տարածքում են, այլ ձեր տարածքից, ձեր երկրից դուրս։ Այդ համագործակցությունը ձեզ շատ մեծ ֆինանսական հաջողություն է բերելու։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կշեռքների առողջական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Սիրելի կշեռքներ, ձեր առողջական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, լինելու է հաղթանակներ, առողջացում է ցույց տալիս, եթե դուք նույնիսկ կոմայի մեջ եք, սիրելի կշեռքներ, դուք այդ կոմայից դուրս եք գալիս։ Եթե նույնիսկ ձեզ տվել են այնպիսի ախտորոշում, որ դրանից հետո մարդիկ չեն ապրում, այդ ախտորոշումը հնարավոր է այդ ախտորոշումը հնարավոր է ամբողջովին ստվի։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի կշեռքներ, 2025 թվականի նոյեմբեր ամսին, այո, ձեր երազանքները կկատարվեն, հատկապես և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում ձեր երազանքները կկատարվեն, սիրելի կշեռքներ։
Հնարավոր է ամուսնություն, ամուսնության առաջարկություն։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Կարիճ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է սպասվում մեր սիրելի կարիճների ֆինանսական ոլորտում։ Սիրելի կարիճներ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է խնդիրներ, լինելու է դժվարություններ, խնդիրներ, բայց դուք այդ խնդիրներից, խնդիրներից, դժվարություններից դուրս եք գալիս հաղթանակով։ Հնարավոր է նույնիսկ այսպիսի իրավիճակ, որ աշխատանքի որոնման հետ խնդիրներ լինի, սիրելի կարիճներ, բայց դուք կկարողանաք ձեզ հարմար աշխատանք գտնել։ Նաև սիրելի կարիճներ, ցույց է տալիս, որ դուք ունենալու եք պաշտոնի բարձրացում, դուք ունենալու եք աշխատավարձի բարձրացում։ Հնարավոր է հատկապես այն կարիճները, ովքեր որ սիստեմայի մեջ են աշխատում, համակարգի մեջ են աշխատում, հնարավոր է սիրելի կարիճներ ձեր մոտ լինի ձեր ստատուսի, ձեր պաշտոնի բարձրացում։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների անձնական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Սիրելի կարիճներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս երազանքների նպատակների կատարում։ Գիտեք ինչ, սիրելի կարիճներ, ովքեր որ ամուսնացած են, սիրելի կարիճներ, աստվածային ձեռքը ձեր տան վրա է։ Եթե նույնիսկ խնդիրներ, խնդիրներ կա, այդ խնդիրները, խնդիրները շատ մեղմ են հասնելու։ Այդ խնդիրները, խնդիրները ձեզ նույնիսկ չեն էլ կպնելու, դուք կարողանալու եք այդ խնդիրներից, խնդիրներից տարօրինակ ձևով խուսափել։ Այն կարիճները, ովքեր որ ամուսնացած չեն, սիրելի կարիճներ, ձեր կյանքի մեջ մտնելու է այն մասը, որը լինելու է ձեզ համար ճակատագրով տրված այն մարդը, որի հետ դուք լինելու եք երջանիկ։ Նաև ցույց է տալիս այն կարիճները, ովքեր որ երկար ժամանակ իրենց հարաբերությունը եղել է հեռավորության վրա, ինտերնետային կապ է եղել, հնարավոր է հանդիպում, հնարավոր է որ եւ այդ հանդիպումը բերի վերջնականապես անձնական հարաբերությունների ակտիվացման։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների առողջական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Սիրելի կարիճներ, ձեր առողջական ոլորտում չկա խնդիր, չկա խնդրեմ, եթե նույնիսկ կա խնդիր, լինի խնդրեմ, դրանք շատ ժամանակավոր են, դուք դրանք ոտի վրա եք անցկացնելու։ Մի վախեցեք, մի հիասթափվեք, եթե նույնիսկ լինելու է նոյեմբերի ամսին առողջական խնդիր, դա շատ թեթև առողջական խնդիր է, հնարավոր է երեխայի ծնունդ, հնարավոր է վիրահատական միջամտությունը փոխվի բուժական միջամտության բուժում դեղամիջոցներով։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի կարիճներ, 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Այո, սիրելի կարիճներ, ձեր երազանքը կկատարվի եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Հնարավոր է ամուսնություն, հնարավոր է երեխայի ծնունդ, հնարավոր է նոր գործունեություն, նոր ձեռքբերումներ։ Եվ սիրելի կարիճներ, 2025 թվականի նոյեմբեր ամիսը ձեզ համար հաղթանակի ժամանակահատված է։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի նոյեմբեր ամսին աղնավոր համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի աղնավորների ֆինանսական ոլորտում։ Սիրելի աղնավորներ, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս հաղթանակներ, ցույց է տալիս հնարավորություն, ցույց է տալիս պաշտոնի ստացում, ցույց է տալիս մասնագիտացման բարձրացում, ցույց է տալիս ֆինանսական հոսքեր, ֆինանսական ձեռքբերումներ,
ցույց է տալիս լավ մարդկանց հետ համագործակցություն, լավ կազմակերպությունների հետ համագործակցություն, նաև սիրելի աղնավորներ, հնարավոր է դուք այնպիսի հնարավորություն ունենաք, որ կարողանաք հիմնել ձեր սեփական գործունեությունը, ձեր սեփական բիզնեսը։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի աղնավորների անձնական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին, սիրելի աղնավորներ, 2025 թվականի նոյեմբեր ամսին ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ։ Եթե դուք նույնիսկ բաժանված եք, սիրելի աղնավորներ, հնարավոր է լինի միացում, 100% եթե ամուսնացած չեք, ձեր կյանքի մեջ կմտնի այնպիսի անձնավորություն, որի հետ կլինի ամուսնություն։ Եթե նույնիսկ ընտանիքի մեջ կա կշտություններ եւ խնդիրներ, նոյեմբեր ամիսը լինելու է այնպիսի ժամանակահատված, որ այդ խնդիրներն ու այդ կշտությունները անցնելու են ձեր դեմ հնարավորությունների ճանապարհ է բացվելու։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիժների առողջական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամիսը, սիրելի կարիժներ, հնարավոր է լինի խնդիրներ, հնարավոր է լինի որոշակի դժվարություններ, մի քվախեցեք, անպայման երբ որ լինի նման խնդիր, այցելեք բուժ հիմնարկության, որովհետև Աստծո ցույց է տալիս, եթե զբաղվեք ինքնաբուժությամբ, հնարավոր է ավելի վատացնեք ձեր առողջական վիճակը։ Իսկ եթե դիմեք բուժ հիմնարկությամբ ծառայություններին, օգտվեք բուժ հիմնարկության ծառայություններին, հնարավոր է նաև ապակինում։ Նաև սիրելի կարիժներ, հնարավոր է խնդիրներ լինի անքնության հետ կապված, հնարավոր է ինչ-որ դեպրեսիոն իրավիճակ լինի, բայց դրանք էլ լավանում է, դա էլ չածում է։ Ուշադրություն դարձրեք նաև ձեր տեսողությանը, հնարավոր է տեսողության հետ կապված խնդիրներ լինի, բայց մի քվախեցեք, դա նույնպես լավանում է եւ բուժվում է։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի կարիժներ, սիրելի աղեղնավորներ, 2025 թվականի նոյեմբեր ամսին, այո, սիրելի աղեղնավորներ, ձեր երազանքները, ձեր նպատակները կատարվելու են, հնարավոր է ճանապարհորդություն, երկար սպասված ճանապարհորդություն, հնարավոր է միգրացիոն համակարգի հետ ինչ-որ փաստաթղթերի խնդիրներ կար, հնարավոր է այդ խնդիրների լուծում, հնարավոր է պետական իրավական դռների հետ կապված պրոբլեմներ, հնարավոր է այդ պրոբլեմների լուծում։ Սիրելի աղեղնավորներ, ձեր դեմ մեծ ճանապարհներ է բացվում։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի նոյեմբեր ամսին Աճեղջուր համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ ասում մեր սիրելի Աճեղջուրների համար դիեզերքը։ Սիրելի Աճեղջուրներ, ուշադրություն դարձրեք, ձեր անձնական ոլորտում հնարավոր է լինի խնդիրներ նոյեմբեր ամսին, հնարավոր է լինի տարաձայնություններ, հնարավոր է լինի պրոբլեմներ, բայց Աստծո ցույց է տալիս, որ այդ տարաձայնություններից, այդ պրոբլեմներից, եթե դուք խելացի լինեք, սիրելի Աճեղջուրներ, դուք կկարողանաք խուսափել, ուղղակի եղեք խելացի, ձեր էներգետիկան տվեք ձեր ընտանիքին, ձեր կեսին, ձեր սիրեցյալին, ձեր անձնական, ում հետ որ դուք անձնական հարաբերության մեջ եք, այդ դեպքում դուք կկարողանաք այդ տարօրինակ իրավիճակը հաղթանակով դուրս գալ։ Իսկ եթե դուք մեկուսանաք, դուք ձեզ տարօրինակ պահեք, սիրելի Աճեղջուրներ, հնարավոր է նման դեպքում ընդդուք լինի բաժանություն, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր որ ընտանիք չեն, ուղղակի ամուսնական զույգեր չեն, ուղղակի
անձնական հարաբերություններ ունեցող անձնավորություններ են, խելացի եղեք, ուշադիր եղեք, էգոիստմիկ եղեք, միք մտածեք միայն ձեր մասին, մտածեք նաև ձեր զուգընկերոջ մասին եւ նման դեպքում հնարավոր է այդ տարօրինակ վիճակը հաղթանակով դուրս գաք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այցելուների ֆինանսական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Սիրելի այցելուներ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, լինելու է հնարավորություն, լինելու է նոր ձեռքբերումներ, հնարավոր է նոր մասնագիտացում, հնարավոր է նոր մասնագիտության ձեռքբերում, հնարավոր է նոր աշխատանք, նոր մարդկանց հետ համագործակցել, սիրելի այցելուներ, հնարավոր է որ դուք հնարավորություն ունենաք ձեր սեփական խոբին, ձեր սեփական նախասիրությունը դարձնեք ձեզ համար հաջողության ժամանակահատված։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այցելուների առողջական ոլորտում, սիրելի այցելուներ, հաղթանակ է, եթե նույնիսկ խնդիրներ կա, այդ խնդիրները անցնում են, ապաքինվում եք, գիտեք ինչ սիրելի այցելուներ, նույնիսկ եթե քրոնիկական շատ պրոբլեմատիկ հիվանդություն կա, դուք այդ հիվանդությունից հաղթանակով դուրս եք գալիս, եթե նույնիսկ վտանգավոր ախտորոշում կա, սիրելի այցելուներ, ցույց է տալիս, որ հնարավոր է այդ վտանգավոր ախտորոշումը փոխվի այնպիսի ախտորոշման, որը բուժվում է, որը լավանում է, որը տանում է ապաքինման։ Նաև սիրելի այցելուներ, հնարավոր է ձեր տեղ ճանապարհ բացվի, հնարավորություն բացվի, որ դուք կարողանաք ձեր առողջական խնդիրները լուծել այլ վայրում, որտեղ որ դուք հազարապատիկ ավելի լավ բուժման պրոցեդուրաներ կստանաք, բուժում կստանաք, ցույց է տալիս ապաքինում։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի այցելուներ, այո, ձեր երազանքը կկատարվի։ Գիտեք ինչ, սիրելի այցելուներ, հատկապես որ ցույց տվեց, որ ձեր անձնական ոլորտում կարող են խնդիրներ եւ պրոբլեմներ լինի, այստեղ ցույց է տալիս, որ ձեր երազանքները հենց ձեր անձնական ոլորտում կատարվելու է իօգուտ ձեզ։ Ամուսնություն, ամուսնության առաջարկություն, պսակադրություն, գիտեք ինչ սիրելի, նույնիսկ այն այցելուները, ովքեր որ կանգնած էին բաժանության առաջ, դա դուք թոթափելու եք այդ իրավիճակը հաղթանակով դուրս եք գալիս։ Ինչպիսի իրավիճակ է 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Ջրոս համաստեղության տակ ծնված մարդկանց մոտ։ Սիրելի ջրոսներ, տեսնենք ինչ ասում տիեզերքը ձեր ֆինանսական ոլորտում։ 2025 թվականի նոյեմբեր ամիսը, սիրելի ջրոսներ, ձեր ֆինանսական ոլորտում բերելու է հաջողություն, բերելու է հնարավորություն։ Դուք կարող եք ունենալ ձեր սեփական գործը, դուք կարող եք ունենալ ձեզ համար սեփական հովանավորներ, դուք կարող եք համագործակցել այնպիսի մարդկանց հետ, որոնք կկարողանան ձեր նպատակները, ձեր իդեալները հովանավորել։ Սիրելի ջրոսներ, ցույց է տալիս, որ հնարավոր է լավ մասնագիտություն ստանաք, հնարավոր է դուք ձեր մասնագիտական ոլորտում աճելու, ավելի բարձրանալու, զարգանալու հնարավորություն ունենաք, հնարավոր է պետական բանկային համակարգից մեծ ներդրումներ լինի, որ դուք կարողանաք ձեր ֆինանսական ոլորտը ավելի լավացնել եւ ավելի բարելավել։ Սիրելի ջրոսներ, 2025 թվականի նոյեմբեր ամիսը ձեզ համար լինելու է ֆինանսական
հաղթանակների, ֆինանսական ձեռքբերումների ժամանակահատված։ 100% հնարավոր է, որ դուք կարողանաք համագործակցել նաև հեռավորության վրա գտնվող կազմակերպությունների հետ, որոնք որ ինքնըստինքյան ձեզ ավելի մեծ դիվիդենտներ են բերելու։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրոցների անձնական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամիսը։ Սիրելի ջրոցներ, ձեր անձնական ոլորտում նույնպես հաղթանակներ, նույնպես հնարավորություններ, նույնպես ձեռքբերումներ, այն ջրոցներով, որ ամուսնացած չեն, նոյեմբեր ամիսը ձեզ համար լինելու է այնպիսի ժամանակահատված, որ ձեր կյանքի մեջ կմտնի այն մի հագը, որի հետ դուք հետագայում համատեղ կյանք եք ունենալու, որի հետ դուք հետագայում երջանիկ ամուսնություն եք ունենալու, այն ջրոցներով, որ ամուսնացած է, սիրելի ջրոցներ, նոյեմբեր ամիսը ձեր եւ անձնական եւ ֆինանսական ոլորտում լինելու է միայն հաջողություններ, լինելու է միայն ձեռքբերումներ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրոցների առողջական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամիսը։ Նոյեմբեր ամիսին լինելու է խնդիրներ, բայց հետևակեր խնդիրներ։ Հնարավոր է, գիտեք ինչ, ոտի վրա եք դուք տանելու այդ խնդիրները, սիրելի ջրոցներ, ոչ թե դիմելու եք բուժ հիմնարկներին, նույնիսկ տեղահաբեր չեք օգտագործելու, ոտի վրա եք տանելու, խնդիրներ, պրոբլեմներ չեն լինելու։ Կկատարվի այսօք ձեր երազանքը, սիրելի ջրոցներ, 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Այո, սիրելի ջրոցներ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, ձեր դեմ հորիզոններ է բացվում, ձեր դեմ հնարավորություններ է բացվում, ձեր բոլոր երազանքները եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, սիրելի ջրոցներ, կատարվելու են։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Ցուկ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ծնկների ֆինանսական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Սիրելի ծնկներ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հնարավորություններ, լինելու է նոր ձեռքբերումներ, լինելու է նոր աշխատանք, լինելու է նոր պաշտոն, լինելու է մասնագիտության բարձրացում, լինելու է ուրիշ սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն։ Գիտեք ինչ, սիրելի ծնկներ, 2025 թվականի նոյեմբեր ամիսը ձեզ համար լինելու է հիմնական գործունեությամբ զբաղվելու ժամանակահատված։ Նաև դուք այնպիսի հնարավորություն եք ունենալու, որ ձեր սեփական ապահովական բարձիկն եք ստեղծելու։ Դա կարող է եւ ձեր սեփական գործունեությունը լինի, դեպ կարող է եւ աշխատավարձի բարձրացումը լինի, կարող է եւ պաշտոնի բարձրացման ձևով լինի, բայց դա լինելու է 100% սիրելի ծնկներ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Նաև այն ծնկները, ովքեր որ ամուսնացած են, հնարավոր է հաջողություն լինի ձեր երեխաների անձնական կյանքում, եւ այդ հաջողությունը կարող է մարդիկ լավ աշխատանք ունենալ, լավ մասնագիտություն ձեռք բերեն, եւ այդ հաջողությունը ինքնըստինքյան ազդելու է ձեր կյանքի որակի վրա, սիրելի ծնկներ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ծնկների անձնական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամիսը։ Լինելու է հաջողություններ, սիրելի ծնկներ, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում։ Հնարավոր է այս ֆինանսական ոլորտի հաջողությունը ինքնըստինքյան իրեն էներգիան բերի նաեւ ձեր անձնական ոլորտի վրա։ Գիտեք ինչ, ձեր մոտ ցույց է տալիս, որ էմոցիաները շատանալու են։ Եթե դուք նույնիսկ ամուսնացած եք,
Ձեր տան մեջ դուք լրիվ ուրիշ ձևի եք նայելու ձեր երկրորդ կեսին։ Ընդհանրապես ծնկները լավ ազնվորություններ են, յուրահատուկ հոգուտեր ազնվորություններ են, դուք ավելի եք էմոցիոնալ լավ մարդ դառնալու, ավելի եք երջանիկ լինելու, եւ դուք եք լինելու երջանիկ եւ ձեր կեսը։ Նաեւ սիրելի ծնկներ, հնարավոր է այն ծնկները, ովքեր որ ամուսնացած չեն, 2025 թվականի նոյեմբեր ամսին ձեր կյանքի մեջ մտնի այնպիսի անձնավորություն, որի հետ ձեր գործնական հարաբերությունը, ոնց որ աշխատանքային ընկեր, աշխատանքային հարաբերությունը փոխարկվի նաև անձնական հարաբերության։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ծնկների առողջական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Չկա առողջական խնդիր, չկա պրոբլեմ, ընդհանրակը կա լավացում, կա աբակինում։ Եթե ցանկանում եք, որ ձեր բուժումը լիներ ուրիշ վայրում, ուրիշ երկրում, սիրելի ծնկներ, դուք հնարավորություն կունենաք ձեր թեմը, այդ հնարավորությունը, այդ ճանապարհը բացվում է։ Գիտեք, ինձ սիրելի ծնկներ, ոնց որ եթե նույնիսկ կանգնած եք այնպիսի խնդրի առաջ, որ ձեզ թվում էր, թե այդ խնդիրը լուծում չի ունենա ձեր առողջական ոլորտի հետ կապված, ընդհանրակ Աստված ցույց է տալիս, որ լինում է լավացում, լինելու է աբակինում, հնարավոր է լավ մասնագետ, հնարավոր է նոր ախտորոշում։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի ծնկներ, 2025 թվականի նոյեմբեր ամսին, այո, սիրելի ծնկներ, ձեր երազանքները կկատարվի։ Ընդհանրապես նոյեմբեր ամիսը ձեզ համար լավ ժամանակահատված է լինելու եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Այսքանը սիրելիներս, ինչ է սպասում 2025 թվականի նոյեմբեր ամսին կենտանակերպի յուրաքանչյուր նշանի համար։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը կարող եք դիմել։ Հաջողություն, ցտեսություն։